Այսօր նշվում է երիտասարդների հովանավոր սիրո բարեխոս Արագահաս Սուրբ Սարգսի տոնը։ Շրջանառության հարկի մասին նոր օրենքի վիճահարույց կետերի մասին հարցազրույց մոլորակի տաղավարում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողներին հուզող հարցերին կպատասխանի տնտեսագետը եւ համացանցում շարունակում են քննարկել ազգային ժողովի падգամավոր Կարեն Կարապետյանի հարցազրույցը թեմայի վերաբերյալ։ Падգամավորը օրենքի կասեցման կոչ է անում։ Ֆորտունայի եթերում լրատվության ժամը, բարև ձեզ։ Եվ այսպես այսօր նշվում է երիտասարդների հովանավոր սիրո բարեխոս Արագահաս Սուրբ Սարգսի տոնը։ Սրբի հանունը կրող բոլոր եկեղեցիներում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ։ Տոնը իր խորհրդով եւ այսօրվա միջոցառումներով Հերմինե Յավրյանի տեսանյութում։ Ի պատասխան Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերի ղողանջին այս առավոտ սրտի թրթյուրով ու սպասումով տասնյակ զույգեր իրենց քայլերն ուղղեցին դեպի եկեղեցի սիրո բարեխոս ու երիտասարդների Արագահաս հովանավոր Սուրբ Սարգսի ծաղոթքով օրհնություն հայցելու։ Օրհնության հետևից եկել էին նաև կյանքի իրենց ուղեկցին դեռ չգտած երիտասարդներն ու աղջիկները։ Ով կարող է առավել զորանալ, ով կարող է իր տարիքի մեջ ավելի տոկուն ու զորեղ լինել, եթե ոչ երիտասարդ։ Հենց սրանով էլ ավելի շատ ամրագրում ենք այս տոնը ծնելով երիտասարդներին, այսօր օրհնելով նրան, այսօր օրհնելով դες բոլորին, որովհետև այդ քաջությունը, այդ ամբողջ քաջությունը, Աստծո զորությունն առնելու քաջությունը, սատանայի դեմ դուրս գալու քաջությունը կարող է առավել ևս երիտասարդ լինել։ Պատարագի ավարտին Գուգարաց թեմի առաջնորդ Տերսեբու arczepiskopos Չուլջյանը տոնի կապակցությամբ իր օրհնության խոսքն ու մաղթանքն ուղղեց երիտասարդներին, այնուհետև օրհնեց նրանց։ Պատարագին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը։ Քանի որ այսօր տոն է բոլորիս համար եւ մենք տոնում ենք Սուրբ Սարգի զորավարի տոնը եւ այն խորհրդանշում է որպես նաեւ սիրո տոն, բնականաբար ես ցանկանում եմ մեր երիտասարդներին մեծ սեր եւ բարություն, համոզված լինելով, որ սերը եւ բարությունն է հաղթելու մեր բոլոր դժվարությունները։ Օրհնություն ստանալուց բացի եկեղեցու բակում հավաքված երիտասարդները նաև մասնակցեցին Նարեկացի երիտասարդաց միության կազմակերպած «Սերը երբեք չի անհետանում» խորագիրը կրող ավանդական տոնական ցերեկույթի։ Ինչպես փաստում են կազմակերպիչները, այս տեսակ մոտեցումը նպատակ ունի հայ հասարակության միջից հանելու օտարածին ավանդույթներն ու զարգացնել մերը, ազգայինը։ Հանդիսության ընթացքում ժողովրդական երգուպարով ուրախ երաժշտությամբ բարձր տրամադրություն էին ապահովում երաժշտախմբեր, ինչպես նաև հերոսներ սիրված ֆիլմերից ու մուլտերից։ Ուրախամարներն ընդմիջվում էին սրբի տոնի մասին պատումներն ու ավանդապատումները ներկայացնող սիրո եւ երիտասարդության մասին խրատների ընթերցումներով։ Օրը հագեցած էր նաև այլ անակնկալներով ու խաղերով։ Լավագույն զույգերը խաղերի վերջում արժանացան նվերների։ Սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնի առթիվ նաև եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանի նախաձեռնությամբ մատուցվեց Սուրբ Մատաղ։ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղ էին գտել մի շարք հասարակական կազմակերպությունների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսներ։ Կենաց ծառի տեսքով մի ծառը երիտասարդները զարդարել էին սիրային խոստովանություններով ու բարեմաղթանքներով լի բացիկներով։ Այս ծառի մոտից բարբերաբար ընթերցվում էին լավագույն բարեմաղթանքները։ Ցանկանում եմ բոլոր երիտասարդներին քաջի առողջություն եւ ցանկանում եմ, որ կարողանան պահել իրենց սերը, քանի որ ինչպես ասում են, միայն սերն է փրկում աշխարհը, կարծում եմ դրանից գեղեցիկ զգացողություն հաստատ չկա այս աշխարհում։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը զգան այդ սրտի թրթիռները եւ լինեն երջանիկ։ Թող բոլորը միշտ երջանիկ լինեն, ուրախ լինեն ու իրանց երկրորդ կեսին գտնեն։ Մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուրն իր սիրուն հանդիպի ոչ միայն երազում։ Մաղթում եմ, որ բոլորը գտնեն իրենց երկրորդ կեսին եւ իրենց սիրելիներին լավ նայեն։ Փոքրիկ անակնկալներով միշտ ուրախացնեն։ Ցերեկույթի ավարտին հանդիսականներին միացավ Սուրբ Սարգիս զորավարի կերպարը խորհրդանշող ձիավորը, ով էլ օրհնեց երիտասարդներին ու իր մաղթանքները հղեց նրանց։ Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին, բոլոր սիրահարներին, բոլոր զինվորներին, թող Աստծո օրհնությունը միշտ լինի նրանց վրա եւ լինեն ամեն տեսակ չարիքից, ամեն տեսակ աղտեղությունից հեռու եւ ամենակարևորը թող միշտ թևածի սերը ամենուրեք։ Սիրեցեք միմյանց։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի երիտասարդներ եւ զինվորներ։ Հերմինե Յավրյան, Նարեկ Մանուկյան, Մոլորակ։
Շարունակում ենք թողարկում, այժմ մեր տաղավարում հյուրընկալել ենք Վանաձորի հավաքանու անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ, գիտությունների թեկնածու դոցենտ Արտյոմ Գրիգորյանին, նրա հետ խոսելու ենք շրջանառության հարկի մասին, նոր օրենքի մասին։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար եւ առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ ուղղել, ուզում եմ իմանալ որպես տնտեսագետ ճիշտ եք համալում կառավարության այն մոտեցումը, որ փոքրի միջոցով ուզում են խոշորներին բերել հարկային դաշտ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ ասեմ առաջին հայացքից եթե մենք օրենքը նայում ենք, ինչ ենք տեսնում, որ օրենքում տեղի է ունեցել դրույքաչափի իջեցում, այսինքն տնտեսվարողների նկատմամբ հարկային բեռի թեթևացում։ Հետևաբար այստեղ պետք է հարց առաջանա, ինչու են մարդիկ դժգոհում։ Այդ օրենքից չէ, որ նրանց նկատմամբ տեղի ունեն հարկային բեռի թեթևացում։ Եվ զրուցելով մի շարք անձանց տնտեսվարողների, դժգոհողների հետ, ես նրանց դասակարգել եմ 4 խմբի։ Առաջին խումբը դա այն անձիկ են, ովքեր ձեռքբերման ընթացքում ունենում են փաստաթղթի խնդիր, այսինքն ապրանքը ձեռք են բերում, բայց համապատասխան փաստաթուղթը անհնարին է ձեռք բերել։ Երկրորդ խումբը դա շեմի վերաբերվող խնդիրն է, այսինքն մարդը չունի ձեռքբերման փաստաթղթի խնդիր, սակայն նա մտածում է, որ եթե ամբողջությամբ փաստաթղթաշրջանավորվի, ապա շրջանառության հարկից 58 միլիոնը կգերազանցի, կանցնի ավելացված արժեքի հարկի դաշտ։ Երրորդ խումբը դա այն անձիկ են, ովքեր ոչ ձեռքբերման խնդիր ունեն, ոչ շեմի խնդիր ունեն, սակայն իրացման process-ում ունենում են լուրջ բյուրոկրատական խնդիրներ, եւ երրորդը դա այլ դժգոհողներն են, չորրորդ կետը դրանք այլ դժգոհողներն են, որոնք կարող են այս նշված կետերից մի քանիսին վերաբերել։ Հիմա ձեր տված հարցին, որ ճիշտ եք համարում, որ մանրերի միջոցով խոշորներին բերենք հարկային դաշտ, ես կասեմ հետեւյալը. նախ պետք է հասկանանք դա ինչ մեխանիզմով պետք է գործի։ Երբ որ փոքր ձեռնարկության ներկայացուցիչները մատակարարից պահանջեն փաստաթուղթ, բնականաբար չպահանջելու դեպքում նրանք տեսնում են ռիսկը, որ հարկային մարմինը եկավ, տեսավ համապատասխան փաստաթուղթը չունի, երրորդ անգամ արդեն նրանք ընկնում են ավելացված արժեքի դաշտ եւ հետեւաբար նրանք պետք է պահանջեն մատակարարից փաստաթուղթը։ Երկրորդ տարբերակը մատակարարը չունի փաստաթուղթ, ասում է ես չունեմ փաստաթուղթ, քեզ ինչպես տամ այդ փաստաթուղթը, սակայն այդ ապրանքի նկատմամբ կա պահանջարկ։ Ոնց պետք է արվի, այսինքն դա տեղի է ունենում օրենքով սահմանված է, դա միակողմանի հաշվի դուրս գրում, երբ որ տվյալ տնտեսվարողը միակողմանի հաշիվ է դուրս գրում եւ ասում է, որ ես ունեմ այս ապրանքը առանց փաստաթղթի, բայց ձեռք են բերել այսինչից, եթե 3 համընկնում եղավ, ապա այդ ինչը տվյալ մատակարարը ընկնում է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում եւ այնտեղ ստուգումներ են իրականացնում։ 1, 2, 3 եւ այլն, այստեղ տեղի են ունենում խոշորի բերում հարկային դաշտ մանրի միջոցով։ Այս առումով կառավարության որդեգրած քաղաքականությունն ընդունելի է։ Սակայն եթե կա մի տարբերակ, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտը չի ցանկանում, որպեսզի փաստաթղթով աշխատի, որովհետև 58 միլիոնի շեմ ունի ինքը, բնականաբար տվյալ մատակարարն ասում է, ես քեզ տալիս եմ փաստաթուղթ, դու չես ուզում, բայց ռիսկը մնում է քո վրա, որովհետև վաղ եթե դու ստուգման պոտենցիալ թիրախ եղար, ապա դրա հարկային պարտավորությունների, պատժամիջոցների իրականացում պետք է կատարես դու, ոչ թե մեղքը գցես ին վրա։ Այս առումով ես ասեմ, որ մեր հանրապետությունում տնտեսվարողների տեսակարգը անհամեմատ մեծ է երկրորդ տարբերակի կիրառման պարագայում, քան առաջինի, որովհետև մարդիկ հիմնականում չեն ցանկանում, որպեսզի իրենց իրական շրջանառությունը ցույց տան, որտեղ NDS-ի խնդիր է, այստեղ ավելացված արժեքի խնդիր են ունենում, եւ երկրորդ, եթե տվյալ ուրեմն տնտեսվարողի միջոցով խոշորեն ուզում ես բերել հարկային դաշտ, ապա այստեղ խոսակցությունները այլ թեմաներ են ստանում եւ խոշորը ասում է, գիտես ինչ, ես իմ ապրանքը կտամ նրան, ում բերանը փակ է։ Այսինքն չեն միանգամից բարեխիղճ տնտեսվարողը պետք է միակողմանի հաշիվ դուրս գրի եւ ինքը այնտեղ հարկային մարմնի կողմից երևա որպես ոչ փաստաթուղթ տրվող կազմակերպություն, իր մոտ ստուգման խնդիր է առաջանում։ Այս առումով անընդունելի եմ համարում, որովհետեւ ինչ է նշանակում փոքրով մեծին բերել, չէ՞ որ կառավարությունը դա այնպիսի մի մարմին է, որը որ ունի ավելի հստակ լծակներ, որպեսզի կարողանա բացահայտի խոշոր տնտեսվարողներն ովքեր են, որոնք չեն իրականացնում փաստաթղթաշրջանավորում։ Այսինքն մարդկանց ինչ մի քանի անգամ ակ գրեն մարդկանց վրա, որ մարդիկ էլ կարողանան խոշորներին ասեն, գիտես ինչ, այս ինչ խոշոր ինձ հաշիվ չի տվել։ Դա ազգային մենտալիտետից դուրս խնդիր է իմ կարծիքով, մեր հայ ազգը այդպիսի ազգ չի,
որ գնաս ինչ սա խնդիր փաստաթուղթ չտվեց, նա չտվեց, այս չարեց, ինչ ավելի լավ է փակի, քան գնա այդքան ամեն ինչը պատմի։ Բարի համոզված եմ օրենքը, այսպես ասած, մի լավ ուսումնասիրել եք, այլ որոնք են վիճահարույց կետերը այդ օրենքի։ Ուրեմն ես նշեցի 4 կետեր, որոնք ըստ էության հիմնականում դժգոհողների եւ ցույց անողների մասայի հիմնական մասն են կազմում։ Ուրեմն եթե մենք այս առումով փորձենք այդ կետերը համապատասխանաբար վերլուծել, մենք կտեսնենք հետեւյալը, այսինքն ես առաջի կետը ասեցի փաստաթղթերի ձեռքբերման վտանգի խնդրի կամ դրա անհնարինության հետ կապված։ Ուրեմն սա այն խնդիրն է, որը ըստ էության պետք է կանոնակարգվի, խիստ կանոնակարգվի կառավարության համապատասխան բաժինների, նախարարությունների, ուրեմն մասնագետների միջոցով, որովհետև եթե մարդը չունի փաստաթուղթ, ապա նրա օբյեկտիվ պատճառը պետք է պարզել։ Եթե պատճառն օբյեկտիվ է, ապա հայտարարման արդյունքում կամ տեղեկատվության տրամադրման արդյունքում այդ ձեռքբերման փաստաթղթերը կարողանան համարել տվյալ տնտեսվարողի տված տեղեկատվությունը կարողանան համարել հիմք որպես փաստաթուղթ։ Եթե դա սուբյեկտիվ պատճառ է, ապա այդ սուբյեկտիվ պատճառները մանրերին չխառնելով խոշորի հետ կապված իրենց հարցերը լուծեն։ Երկրորդը, ես ասեցի, դա շեմի հետ կապված խնդիրն է, հարկային շեմի։ Ուրեմն, եթե դուք հավատացած լինեք, ապա այս կասեմ հետևյալը, որ մարդը, եթե 58 միլիոնից կառավարությունը 58 միլիոնից սարքի շեմը 100 միլիոնի, ապա նիստին ցույցին մասնակիցների թվականակը անհամեմատ կիշն է։ Այսինքն այստեղ այն անձիկ, ովքեր վտանգ են տեսնում իրենց բիզնեսում, որ 58 միլիոն կամ չգիտեմ, համապատասխան դրույքաչափերը, որքան բարձրացնում է, որքան մասնակիցների թվականակը իջնում է, այնքան ստվերը բնականաբար ավելի թուլանում է, չէ՞։ Այսինքն մարդիկ գտնում են, որ իրանք պատրաստ են հարկը վճարեն, իրենք պատրաստ են իրանց գործունեության դիմաց վճարեն, բայց չընկնեն ավելացված արժեքի հարկի դաշտ, որովհետև այդտեղ մի քիչ ավելի այլ է խնդիրները։ Մարդիկ ուզում են շրջանառության հարկով աշխատեն եւ ասում են թույլ տվեք մեզ 58 միլիոնը գերազանցելու դեպքում էլ մենք աշխատենք շրջանառության հարկով։ Եվ երրորդ խնդիրը, դա ամենացավոտ խնդիրներից մեկը, մարդը չունի ոչ շեմի խնդիր, ոչ էլ փաստաթղթի ձեռքբերման խնդիր, բայց դուք պատկերացնում եք դրա, ասենք, էքսպեդիցիայով զբաղվող տնտեսվարողի վիճակը, առաքմամբ զբաղվող տնտեսվարողի վիճակը։ Նա ունի 300 տեսակ ապրանք եւ օրական մտնում է 100 խանութ։ Ցանկացած տեսականու համար պետք է փաստաթուղթ գրի, ցանկացած տեսականու համար պետք է հարկային հաշիվ վարի եւ այլն։ Սա ինչ է նշանակում։ Մարդը ասում է, ես պատրաստ եմ քո հարկը տամ, բայց ամբողջ օրը ֆիզիկապես ես ի վիճակի չեմ լինի։ Մեկ մեքենայի համար, առաքման մեքենայի համար մեկ հաշվապահ պետք է պահել։ Ինչ է սա նշանակում։ Դե տվյալ անձնավորությունը չի դժգոհում իր հարկից, ինքը ասում է, ես հարկը վճարում եմ։ Շատ շնորհակալ եմ կառավարություն ջան, որ 3.5-ը սարքել ես 1%։ Դրա համար անչափ գոհ շնորհակալ եմ, մտածել ես մեր մասին։ Ես էլ եմ նույնը ասում, բայց դու թույլ տուր ինձ իմ իրացումս կազմակերպեմ բավականին դյուրին, չէ՞։ Որտեւ իրացման process-ում դու գալիս ես ինձ ակտավորում ես, որը ֆիզիկապես ես ի վիճակի չեմ առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծախսելու։ Բարի, հետաքրքիր է այս օրենքով ինչ է առաջարկում նրանց, ովքեր իրենց ապրանքը ներկրում են, ասենք օրինակի համար հարևան Վրաստանից, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից, իսկ դրանց թիվը քիչ չէ, համոզված եմ։ Ուրեմն ես կասեմ, որ ներկրման հետ կապված բնականաբար ցանկացած ներկրում դա պետք է մեր սահմանի մոտ հայտարարագրվի ցանկացած տեսականով, ցանկացած ձևով, որտեղ այնտեղ կա մաքսազերծման խնդիր, այդ առումով ես կարծում եմ մենք խնդիր չենք ունենա։ Մենք խնդիր կունենանք որ դեպքում, երբ որ մարդը տվյալ գործունեություն իրականացնելու ընթացքում, ուրեմն ի հայտ է գալիս մեկ այլ խնդիր։ Այսինքն ես տեսա վերջերս լուրերով 3 եթե չեմ սխալում, ոսկու գործով զբաղվող մի անձնավորություն ասում է, եթե ես ունեմ մատանի, որի վրա կա բրիլյանտի քար, չէ՞, եւ գալիս է հաճախորդը, ասում է առանց բրիլյանտի քարի ինձ տուր այդ մատանին։ Անձնավորությունն ասում է, առանց բրիլյանտի քարի ես տալիս եմ, ես չունեմ այդպիսի հայտարարած կամ այդպիսի փաստաթուղթ, որ առանց բրիլյանտի քարի ես մատանի ունեմ։ Այսինքն սա դուրս է գալիս պարադոքսալ վիճակ, մարդը ունի մեկ փաստաթուղթ, բայց վաճառքն իրականացնում է առանց փաստաթղթի ապրանքի դիմաց։ Այստեղ պետք է կանոնակարգել փաստաթղթը, ձեռքբերման փաստաթղթերի հետ կապված, որովհետև ներմուծման պարագայում դրանից հեշտ բան ինձ թվում է չի լինելու, որովհետև եթե տվյալ տնտեսվարողը գիտի, խոշորի մասին եմ ես ասում, եթե տվյալ տնտեսվարողը գիտի, որ ինքը
մանածախերին կամ մնացած բոլոր էքսպեդիցիայով կամ առևտրի կետերին զբաղվող անձանց պետք է տա փաստաթուղթ, չտալու դեպքում ինքը խիստ պատիժ է կրելու, ապա ինձ թվում է նա հստակ իր տեսականին կհայտարարագրի։ Իսկ այն անձիկ, այն տնտեսվարողները, ովքեր որ անբարեխիղճ կգտնվեն, կբերեն ապրանք, որոնք որ չեն կարող ուրեմն տեսականիով հայտարարագրեն, դա էլ արդեն ռիսկը մնում է իրանց վրա։ Բարի, հիմա արդեն կոնկրետ Վանաձորի մասին խոսենք Լոռու մարզի։ Վանաձորցիները, ինչպես գիտեք, եւս դեմ դուրս եկան օրենքին, 2 օր առաջ ցույց մարզպետարանի դիմաց, իսկ նախորդին արդեն բանը շուկաներից մեկում հասավ գործադուլի, ինչպես գիտեք։ Վանաձորում քիչ չեն փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, գուցե անցնում է այդ թիվը 200-ի, եւ եթե այս օրենքը գործի, փաստորեն եթե սպառնում են գործադուլով, ստացվում է այնպես, որ գործազուրկների թիվը Վանաձորում կավելանա, ինչը եւս նոր զարկ կտա արդեն գործազրկության մակարդակի բարձրացմանը։ Ինչ է պետք անել Վանաձորում, ինչ քայլեր են ձեռնարկվում։ Անկեղծ ասած, մինչև փետրվար հետաձգումը օրենքի ինձ թվում էր, որ կառավարության կողմից հստակ կմշակվեր մի մեխանիզմ, որով նշված ձեր տրված խնդիրների պատասխանները կամ իմ նշած կետերի պատասխանները մենք արդեն կակնկալեինք եւ այստեղ կառավարության թե նույնիսկ որոշմամբ կամ մեկ այլ նորմատիվ ակտով կանոնակարգվեր նշված խնդիրները, բայց ասեմ, որ բնականաբար անթույլատրելի է, ուղղակի անթույլատրելի այն մոտեցումները, որ պետք է ասել մենք ունենք մեկ օրենք, ուզես չուզես պետք է ենթարկվես այս օրենքին։ Ես կարծում եմ մեր կառավարությունները չի նման ոճով մտածում, այլ ուզում է գտնի ոսկի միջինը, որ կարողանա հասարակություն, տնտեսվարող սուբյեկտ եւ մատակար այդ հարաբերությունները ճիշտ բայ, որի արդյունքում առավելագույնս հարկային մուտքեր կիրականացվեն դեպի մեր պետական բյուջե։ Եվ կարծում եմ, որ բարդ չէ, որովհետեւ եթե նշված խնդիրը խորը ուսումնասիրվի, եթե նշված խնդրին մի փոքրիկ կամք դրսևորվի, ապա եւ մեր իօքուտ մեր հասարակությանը, եւ իօքուտ մեր պետական բյուջեի ճիշտ հարաբերակցություն կդրսևորվի։ Այ մի բան ասեմ, օրինակ մարդիկ ասում են, գիտես ինչ, խանութների մասին չի խոսքը, ելի եմ կրկնում, ովքեր էքսպեդիցիայով զբաղվող, այսինքն խոշորից դեպի մանր բերող այդ ցանցի մասին եմ ես ասում, ուրեմն հաշվիչ դրամարկղային մեքենաները թույլատրվում են միայն շրջիկի մասին է խոսքը, որոնք մեքենաների վրա տեղադրվում են, թույլատրվում է միայն ավելացված արժեքի հարկով աշխատող տնտեսվարողներին, այսինքն շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողներին չի թույլատրվում, օրենքը չունի դեռևս այդպիսի կետ, որ մարդիկ կարողանան իրենց մեքենաների վրա կամ չգիտեմ, առաքման մեկ այլ ձևով, որով զբաղվում է, դնեն այդ դրամարկղային մեքենաները։ Մարդը ասում է, ես պատրաստ եմ, բայց դու ինձ մի սարքի, գիտես ինչ, անընդհատ թուղթը գրիչը ձեռքս ես պիտի նստեմ հաշիվ գրեմ տվյալ ապրանքի համար։ Ապրանքը ստացա X դրամի, վաճառեցի X + 1 դրամի։ X + 1-ի չափով ես շրջանառության հարկս պատրաստ եմ վճարեմ, եղբայր։ Բայց դու ինձ համար խնդիրներ մի առաջացրա։ Այսինքն, գիտեք ինչա դուրս գալիս, այստեղ մարդը շուկա ստեղծե, չէ՞։ Կլինի դա ֆինանսական իր միջոցներով, թե վարկային միջոցներով, թե այլ միջոցներով, դա մեկ այլ խոսակցության թեմա է։ Մարդը ստեղծել է բիզնես իրեն համար եւ կա այդ բիզնեսի նկատմամբ պահանջարկ, բայց դրա կազմակերպման մեջ այնքան անցանկալի բյուրոկրատական քաշքշուկներ ու խնդիրներ կան, որ չի ուզում զբաղվել այդ գործունեությամբ։ Ինքը բուն գործունեություն է, որը վաճառք եւ շահույթ, այդ ճյուղը բավականին հեշտ է կազմակերպում, բայց դրա փաստաթղթային ապահովումը մի հատ ահռելի խնդիր է առաջացնում։ Եվ առավել եւս, որ ոչ մի փոքր միջին բիզնեսով զբաղվող անձ պարտավոր չէ լինել տնտեսագետ կամ հաշվապահ Բնականաբար դա էլ կխանգարի։ Խոսքը չի վերաբերում ոչ միայն շրջանառության հարկով աշխատող անձանց, նաեւ NDS-ով աշխատող անձանց։ Դա էլ պետք է հստակեցնել։ Ինչ է նշանակում, ինչ տեսականի ստացալ այդ տեսականով հատիկ երբ հարկային մարմինը մտավ քո մոտ պետք է դու իրան ինֆորմացիա տաս։ Ահա մարդը ստացել է այսքան գումարի, վաճառել է այսքան գումարի, այդքան գումարի չափով հարկ է այդ մարդուն, նա էլ փաստաթղթերով եւ ձեռքբերման եւ վաճառքի ցույց է տալիս քեզ։ Էլ ինչ եք ուզում այդ մարդուց։ Լավ, համարենք այս օրենքը, օրինակ նախորդին կառավարության ղեկավարը Հովիկ Աբրահամյանը էլի ոչինչ, այսպես ասած, չխոստանալով պարզապես հանգստացրեց ցուցարարներին եւ ասաց, որ երկուշաբթի հստակ պատասխան կտա։ Իհարկե այս ժամանակահատվածը հույս ենք հայտնում, որ կառավարությունը ճիշտ կօգտագործի եւ որևէ դրական տեղաշարժ այս հարցում կտեսնենք, բայց այնուամենայնիվ համարենք օրենքը սկսել է գործել եւ իսկապես հնարավոր է դարձել հարկային դաշտ բերել խոշորներին։ Սա արդյոք չի տանի թանկացումների։
Ասեմ, որ որովհետև ըստ իս, եթե փաստաթղթաշրջանառությունը ապահովի կոնկրետ խոշորների պարագայում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գլխավորապես նրանք են առանց հայտարարագրելու աշխատում եւ այս դեպքում արդեն պարզ է թանկացումներ։ Ասեմ, որ դա չի կարելի համատարած բոլոր տնտեսվարողների հետ կապված ասել, կարող են լինել տնտեսվարողներ, ովքեր իրենց ստվերը կրճատելով իրենց շահաբաժինն են փոքրացնում, բայց աշխատում են նույն ոճով եւ գնաճ այդտեղ իրենց ապրանքների նկատմամբ տեղի չունի, եթե այդ ապրանքի նկատմամբ կա մրցակցություն։ Եթե չկա այդ ապրանքի նկատմամբ մրցակցություն, այսինքն շուկայում տվյալ տնտեսվարողը մոնոպոլ դիրք է գրավում, ապա նա ինչ ուզի կանի բնականաբար։ Կուզի կթանկացնի, չի ուզի չի թանկացնի, բայց եթե կա ապրանքատեսակ, կա տնտեսվարող, ով արտադրում է այդ արտադրանքը, բայց մտածում է, գիտես ինչ, եթե ստվերային դաշտից դուրս գամ մտնեմ իրական դաշտ, այսինքն մաքուր սպիտակ դաշտ եւ այնտեղ ես իրականացնեմ գնաճ, բայց տեսնում եմ իր մրցակիցը չի իրականացնի այդ գնաճը, որակական առումով շուկայում գրաված դիրքի առումով երկուսն մրցակից են։ Բնականաբար այստեղ չի տեղի ունենա գնաճ կամ եթե տեղի ունենա գնաճ, ապա պետք է փոխադարձ համաձայնության կա երկու մրցակիցները, ինչը չեմ կարծում, որ հնարավոր տարբերակ է։ Իսկ եթե շուկայում տվյալ ապրանքատեսակը մոնոպոլ դիրք ունի, ապա անպայման կսպասվի թանկացումներ, իհարկե կսպասվի թանկացում։ Շնորհակալություն եւ եւս մի հարց թեմայի վերաբերյալ քիչ անց դիտելու ենք ազգային ժողովի падգամավոր Կարեն Կարապետյանի հոդվածներից մեկը, որը 3 համացանցում շատ մեծ արձագանք գտավ։ Այստեղ Կարեն Կարապետյանը նշում է, որ իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ ինչպես արդարացիորեն նշում են վերջիններիս ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար։ Կարապետյանը անթույլատրելի է համարում նման հակադրության ձևավորումը, առավել եւս ի վնաս փոքր ու միջին բիզնեսին։ Նա վստահություն է հայտնում, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը, իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել։ Ձեր խոսքի ընթացքում դուք էլ նշեցիք, որ կառավարությունը պարտավոր է իմանալ ի վերջո խոշորների տեղը եւ իրական շրջանառությունը։ Ինչ կասեք այս հարցազրույցի վերաբերյալ, համոզված եմ ինքներդ նաեւ ընթերցել եք։ Ես կարծում եմ, որ սա բոլորիս հայտնի փաստ է եւ անշուշտ բնականաբար ես կարծում եմ, որ կառավարությունը շատ լավ է գիտի, որ ով է ստվերում աշխատում, ով չէ ստվերում աշխատում, իսկ եթե կան տնտեսվարողներ, որոնց մասին տեղեկացված չեն, ապա փոքրի միջոցով նրանց բացահայտելը ես ուղղակի անթույլատրելի եմ համարում, որովհետև այսօր փոքրը դա բառը հենց ինքն ասում է, չէ, փոքր, ինքը շատ փոքր է, որ կարողանա կառավարությանը ցույցում տալ, թե ով է խոշորը։ Կառավարությունը ինքը շատ հստակ լծակներ ունի, շատ հստակ մեխանիզմներ ունի եւ շատ հստակ կարող է հասկանալ եւ իմանալ ով է ստվերում գործում, ով չէ ստվերում գործում։ Իսկ հոդվածի հետ կապված ընդհանրապես ողջունում եմ, որովհետև այն ինչ օբյեկտիվ է եւ այն ինչ ճիշտ է եւ բարձրաձայնվում է իմ կարծիքով, գիտեք ինչ, բոլոր նմանատիպ մտածող մարդիկ էլ այդպես են կարծում։ Ուղղակի մեկը համարձակություն ունի ասելու, մյուսը չունի ասելու եւ այլ եւ այլ։ Ձեր ասած կառավարության հետ կապված մի փոքր էլ եթե կարելի է դրա հետ կապված ասեմ, որ կարծում եմ, որ մեր կառավարության ղեկավարն էլ ինքը շատ լավ ուրեմն փորձում է միջոցներ գտնել, եղանակներ գտնել, որպեսզի կարողանա ոսկե միջինը գտնել, այսպես ասած։ Որովհետև չէ որ այն կառավարությունն է հաջողված ու միջ գոհ են։ Իսկ գոհ պետք է լինի մեր հասարակությունը։ Եվ հավատացած եղեք, եթե մենք մտածում ենք, որ այնպես լինի, որ մեր տնտեսվարողները կարողանան ուրեմն ցույցերի կամ դժգոհությունների առիթ չհանդիսանան, ապա կառավարության ղեկավարը մեզնից ավելի լավ է այդ դրա մասին մտածում եւ ինքը ավելի հստակ իմ կարծիքով կարող է ոսկե միջինը գտնել եւ այս խրթին վիճակները հարթել։ Եվ վերջին հարցը կրկին Կարեն Կարապետյանի հարցազրույցի վերաբերյալ, այստեղ դուք էլ նաև որպես ոչ միայն մասնագիտությամբ տնտեսագետ, նաև քաղաքականության մեջ գտնվող անձ, Կարեն Կարապետյանը նշում է, որ խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլև քաղաքական, ուստի իր համար զարմանալի է քաղաքական ուժերի մեծ մասի անտարբերությունը, կարծես իրենց առանձնապես չեն հետաքրքրում հազարավոր մարդկանց ճակատագրերը։ Հիմա մենք խնդիր ունենք կայացնելու առաջին հերթին քաղաքական որոշում, ուստի եւ կոչ եմ անում որոշումներ կայացնելու իրավասության պոշտված իմ կուսակիցներին սթափ գնահատել իրավիճակը եւ սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսեւորել։ Այս դրա մասին ինչ կասեք, արդյոք քաղաքական
դաշտում դիտարկելով խնդիրը այս կոչը ինչ որ բանի կտանի։ Չեմ ուզում քաղաքական դաշտում գնահատականներ տալ, որովհետև այդ առումով պետք է ավելի խորը գիտելիքներ եւ վերլուծություն ունենալ։ Ես այս առումով ուսումնասիրություն չեմ կատարել, խնդիրը քաղաքական է թե քաղաքական չէ, սակայն այն ինչը վերաբերում է տնտեսական մասին, որ այս օրենքը ուղղակի այս պարագայում անընդունելի օրենք է, որովհետև պետք է օրենքը ճկուն, հստակ լինի բոլորի համար, նորից եմ կրկնում, ի սկզբանե 3.5-ը դարձել է 1%։ Հարցը առաջանում, ինչու եք դժգոհում, այ հասարակություն ջան։ Բայց մարդիկ ասում է, 1% սարքում եք, 5% էսա ակտավորելու եք, գործունեությունները գցելու եք այլ դաշտ, թողելու ենք, փակելու ենք, գործադուլ ենք անելու։ Միթե այս ամենը չպետք է ուշադրության կենտրոնում լինի մեր ղեկավարները, պետք է իմ կարծիքով լինի եւ կայել։ Շնորհակալություն, բարեկամներ, ես հիշեցնեմ իմ հյուրներ Վանաձոր համայնքի հավաքանու անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ, գիտությունների թեկնածու դոցենտ Արտյոմ Գրիգորյանը, եւ հիմա առաջարկում եմ դիտել հարցազրույցից հատվածներ ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի հարցազրույց, որը նախորդին համացանցում շատ լայն տարածում գտավ եւ նաեւ արձագանքներն այնպիսին էին, որ ազգային ժողովի պատգամավորի խոսքը կտանի որևէ դրական տեղաշարժի այս հարցում։ Այժմ այդ տեսանյութը Շրջանառության հարկի մասին չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար։ Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է։ Այնինչ օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է։ Փաստը մնում է փաստ, որ հանրապետության տարբեր բնակավայրերի փոքր ու միջին ձեռներեցության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են իրենց պահանջը հասցնել պատկան մարմիններին, կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի։ Այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով։ Հարցն այն է, որ այսպես թե այնպես օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին։ Ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել։ Հարցազրույցներից մեկն այսպես է սկսում ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, նրա կարծիքով այս օրենքն առաջին հերթին մեծ ռիսկայնություն է պարունակում կոռուպցիայի տեսակետից, քանզի հավելյալ սուբյեկտիվ հնարավորություններ են ընձեռվում հարկային մարմիններին։ Մյուս կողմից իսկապես անթույլատրելի է խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ ինչպես արդարացիորեն նշում են վերջիններից ներկայացուցիչները, փոքրերը տուժելու են, քանի որ մեծերն ունեն ավելի շատ լծակներ իրենց ճնշելու համար։ Կարապետյանը վստահ է, որ համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը ու խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը, իսկ եթե չգիտեն, ապա մնում է տարակուսել, թե ինչի համար են հարկատուների հաշվին պահվում այդ կառույցները։ Կարեն Կարապետյանի խոսքով, եթե չենք կասեցնում օրենքը, մենք փաստացի վտանգում ենք աղքատության շեմին գտնվող մարդկանց շարքերը համալրել հազարավոր նոր ընտանիքներով, այնինչ այդ մարդիկ այսօր կարողանում են հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա հացի խնդիրը, փաստացի պետությունից ոչինչ չակնկալելով, թեպետ իրականում պետությունը պարտավոր է ոչ միայն չխանգարել ու չխոչընդոտել, այլև իրական քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Այսօր նույնիսկ էժան ու երկար վարկերով կամ այլ միջոցներով աջակցության խնդիրը չի դրված, այլ հստակ քայլերով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ու մրցունակությանը նպաստելու։ Հակառակ դեպքում հասնելու ենք նրան, որ այս մարդիկ էլ գործազուրկ դառնան, թողնեն ու հեռանան սեփական երկրից։ Ազգային ժողովի պատգամավորը խնդիրը տեսնում է ոչ միայն տնտեսական դաշտում, այլև քաղաքական։ Նա կոչ է անում որոշումներ կայացնելու իրավասության պոշտված իր կուսակիցներին, սթափ գնահատել իրավիճակը եւ սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսեւորել։ Կարապետյանը լիովին համաձայն է բողոքողների պահանջին, կասեցում։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի կանխատեսումների Լեռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան կիրակի ցտեսություն։ Լավագույն էլեկտրոտեխնիկայի եւ նվերների խանութ կարող է համարվել այն սրահը, որ ունի նախ բարձրակարգ եւ որակյալ ապրանք, երկրորդ մեծ եւ բազմազան տեսականի եւ վերջապես ապարիկը ձևակերպվում է տեղում եւ ունի ցածր գներ։ Եվ իհարկե այս բոլոր պայմաններին համապատասխանում է Technoline խանութ սրահը։ Իսկ դուք համաձայն եք այս ամենի հետ։ Այո։ Այս դեպքում ո՞րն է լավագույն էլեկտրոտեխնիկայի եւ նվերների խանութ սրահը Վանաձորում։
Տեխնոլայն միշտ ճիշտ ընտրություն։ Քրիստոնեությունը սիրո կրոն է, իսկ սերը մեծ ու բարդ հասկացություն է, որն իմաստության հետ է գալիս, սակայն երբ գտնես այն այլևս երբեք չես կորցնի, դա կյանքի առանցքն է, որի վրա կազմավորվում է ամեն բան։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ու թող ձեր սերը, որը միավորել է ձեզ, պտղաբեր լինի։ Բարև ձեզ։ Եղանակի տեսության աջակիցն է Տեխնոլայն խանութ սրահը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Դժվար անցանելի է Սոտք Քարվաճար ավտոճանապարհը։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ։ Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։ Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփան Ծմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Այժմ այն մասին, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկայում։ Եվ այսպես, Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին սպասվում է առավելապես առանց ստեղումների եղանակ, քամին կլինի մինչև 10 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից մինչ փետրվարի 3-ը կբարձրանա գրեթե 3-ից 7 աստիճանով։ Լոռու մարզում օդի միջին ջերմաստիճանը կլինի 12 աստիճան տաքություն, այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Դաշիրում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն, Ալավերդիում գիշերը կանխատեսվում է 0 աստիճան, ցերեկը մինչև 12 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կդիտվի 6 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 4 աստիճան տաքություն, Ստեփանավանում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն, իսկ Մարս կենտրոնում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 6 աստիճան տաքություն, Երևանում գիշերը սպասվում է 2, ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը, անկախ եղանակից ժպտացեք հաճախ, ցտեսություն։